Ազգային ժողովի մեծարգո նախագահ, արգելի գործընկերներ, սիրելի քաղաքացիներ, չէի կարող չանդրադառնալ երեկ այս ամբիոնից հնչած մի քանի արտահայտությունների, որոնք իրավամբ կարելի է անվանել, չգիտեմ, ծաղր ասեմ, չգիտեմ, անկեղծ չգիտեմ ինչ բառերով բնութագրեմ։ Էլնար Վարդանյանը երեկ այս ամբիոնից սենց է անում, ասում է, մեր խմբակցությանը դիմելով, ասում է, դե կներեք էլի, որ ձեր նման երջանիկ չենք։ Կներեք, որ չենք հաշտվում Ղարաբաղի կորստի հետ, չենք հաշտվում 5000 զոհերի հետ։ Նախ ենթադրում եմ, որ Տիկին Վարդանյանն ի սկզբանե չի երջանկացրել զոհերի 3900-ը չգերազանցող թիվը եւ երջանկության համար Տիկին Վարդանյանը որոշել է այդ թիվը մեծացնել, սարքել 5000, որպեսզի իրավամբ երջանիկ զգա իրան։ Հետո երբ որ ասում եք կներեք, որ ձեր նման երջանիկ չենք, սենց հիշում եմ էլի, որ տենց մի ամիս առաջ էր երևի TikTok-ը թերթում էինք Ռոբերտ Քոչարյանի Էգեյան ծովի կայֆերն էր սենց բերում անընդհատ, այդ դժբախտության ցուցանիշ հասկանում եք, մարդը տես դժբախտությունից գնացել էր Էգեյան ծով, տենց դժբախտ իրային եկա մի հատ, չգիտեմ, կղզու չափ ասաբնյակ ունի, ինչ ունի, այնտեղ դժբախտանում էր էլի, տենց դժբախտանալու տեղն է իրանցը տենց։ Գնում են Էգեյան ծովում, մի քիչ դժբախտանում են տենց սեփական, չգիտեմ ինչերում, գալիս են, էտա դժբախտացան մարդիկ։ Կներեք, որ ձեր նման բան չենք, երջանիկ չենք։ Դու այդ ինչ ասելու բան է ասենք։ Այդ ինչ ասելու բան է։ Այդ որ գալիս տեղ այդ ասում եք, պատրաստ եղեք, որ այս պատասխանը լսելու եք, կամ որ ասում եք, կներեք, որ ձեր նման երջանիկ չենք։ Այն օրն էլ բան էի անում, YouTube-ն էի թերթում։ Տենց բերեց հայ ականավոր էստրադային երգչուհիներից մեկի, շատ հարգված երգչուհի, դեպ Սիրուշոյի տեսահոլովակը։ Նորմալ տեսահոլովակ էր, անունը, եթե չեմ սխալվում, Երգի սիրտ։ Ձեր խմբակցության падգամավորը, ձեր առաջնորդի որդին Լևոն Քոչարյանը, տեսահոլովակում սիրուն նկարված, շատ սիրուն ընտանեկան զույգ, ընտանեկան երջանկություն եմ մաղթում, անկեղծ ես բան չանեք, էլ, բայց երբ որ գալիս տեղից կանգնում ասում եք, ձեր նման երջանիկ չեք, ժողովուրդ ջան, էշի տեղ եք դնում դուք իրոք։ Այդ լուրջ եք ասում, ասենք, Էգեյան ծովերում կայֆերից, տեսահոլովակներում նկարվելուց, բանից հետո գալիս են ստեղ սքեմը հագնում են սենց սքեմավորի պես, ասում է ոնց եք հանդգնում մեզ ասել, որ մենք վշտի ու ցավի չգիտեմ ինչ։ Որտեղ կեղծ եք, ժողովուրդ ջան, ձեր ամեն ինչը կեղծ է, դուք զոհերի թիվը ուռճացնում եք, դուք ձեր դեմքին այդ Էգեյան կայֆերից հետո գալիս եք ստեղ, չգիտեմ ինչ սքեմավորի դիմակ եք քաշում սքավորի, իբր դուք շատ տանջվում եք, դուք շատ կեղեքված եք, դուք մտահոգ եք, դուք հեսա կարողա չգիտեմ այդ վշտից ինչ չլնեք, բայց իրականությունը այդ չի ձեր, այդ չի, գալիս են ստեղ ասում են մեր պատմական սիմվոլները, դուք ուրանում եք, հələ կներեք էլի ժողովուրդ, այդ ձեր ազգային, հայրենասիրական, պատմական հայրենիքի պահանջատիրությունը, հազար ներողություն, էլի, խիա վերաբերվում մենակ Հայաստան-Թուրքիա սահմանից են կողմի։ Նույն լոգիկայով հարց եմ ձեզ տալի, Հայաստան-Իրան սահմանից են կողմ, չկա տարածք, որը մեր պատմական հայրենիքի մասը։ Չկա, օրինակ Ուրմիա լիճը մեր պատմական հայրենիքի մաս չի։ Բախի այդ կողմի վրա, ասենք դուք պատմական նկրտումներ, պահանջատիրություն, բան տենց բան չեք ունեցել։ Որտեղ դուք ձեր հայրենասիրության մոդելի տերը չեք, դուք չեք որոշում, դուք որ պատմական հայրենիքի համար պետքա բան անեք։ Դուք չեք որոշում, որ պատմական հայրենիքի, որ մի սիմվոլի, որ աշխարհագրական տեղանքի համար դուք պետք է տանջվեք, տվայտվեք ու բան անեք։ Դա դուք չեք որոշում։ Դա ձեր տեղը որոշել է սովետական կայսրությունը, երբ որ սառը պատերազմի մեջ է մտել ՆԱՏՕ-ի հետ, այդ թվում եւ Թուրքիայի հետ, որտեղ դուք այդքան չկաք, որ այդ որոշեք։ Դուք չեք որոշում, որ նա ձեր նույնիսկ պատմական հայրենիքի սահմանը։ Դուք նույնիսկ այդ ինքնուրույն որոշելու վիճակի չեք։ Ուր մնա ձեր իրական հայրենիքի, ձեր իրական պետության մասին խոսակ։ Ու Սեյրան Օհանյանը ասաց այն անգամ լրիվ ճիշտ է։ Իդեալական նկարագրել է մարդը առհասարակ ձեզ։ Ասում եմ, մի էդի վճիռները վերաբերվում են պետությանը, մեր հետ կապ չունեն, այո, որովհետև դուք էլ պետության հետ կապ չունեք։ Այս մարդը պաշտպանության նախարար է եղել այդ թվականին, այդ օրերին, ասում եմ, մի էդի վճիռը պետությանն է վերաբերվում, մեր հետ կապ չունի։ Բա էդ է, բա իհարկե պետքա տենց լինի, բա ինձ պաշտպանության նախարարն էլ ձեր առաջնորդի նշանակած, բա իհարկե պետքա Ռուսաստանի քաղաքացի լիներ օրենքի խախտումով։ Բա որտև այս պետությունը ձերը չի, դուք այս պետության հետ կապ չունեք։
Ասում է Տիկին Քրիստինե Վարդան ասում է օգոստոսի 8-ը ոչ մի բան է։ Ոչ մի բան։ Մի հատ կարաք ցույց տաք այդ ձեր Լևոնով ու իր հոգեզավակ Ռոբերտով, Սերժով, բանով այդ երամիասնությամբ, այդ երագլուխ հրեշով մի հատ տենց կառավարման տարիների մի հատ բան ցույց տվեք, 12 ամիս ցույց տվեք, որ մարտական պայմաններում զոհ չի եղել։ Ցույց տվեք 12 ամիս այդ 3-ի կառավարման տարիներին միավոր վերցրած 12 ամիս, որ մարտական պայմաններում զոհ չի եղել, ցույց տվեք։ Չեք կարա ցույց տակ։ Չեք կարա ցույց տակ, որտեվ չի եղել տես 12 ամիս։ Մենք հիմա դա ցույց ենք տալի։ Ու դրանով է նաև պայմանավորված, որ Էլնար Վարդայանը ստեղից ասում է կներեք, որ ձեր նման երջանիկ չենք։ Գիտեմ, որ երջանիկ չեք։ Գիտեմ, որ այս սրա բերումով իրապես երջանիկ չեք, իրապես երջանիկ չեք, որ սահմանի զոհ չկա։ Երջանիկ չեք դուք դրանով, որովհետև ես հիշում եմ ձեր աչքերի փայլը, երբ որ ադրբեջանական կողմից էսկալացիա էր ելնում։ Ես անկեղծ եմ ասում, ես այտենց մարդկային ուրախություն ու ցնծանք հոգեկան, քան ձեր մոտ էր այդ օրերին, չեմ հիշում ու չեմ տեսել ես իմ կյանքում։ Ու դուք երջանիկ չեք այո, որ սահմանին զինվոր չի զոհվում։ Դուք երջանիկ չեք դրանով։ Բայց ես ձեզ պիտի տխրեցնեմ էլի, դուք շարունակելու եք այս հանգամանքի բերումով դժբախտ մնալ, շատ դժբախտ եք մնալու։ Բայց ձեր այս ամբողջ բանը, այս մաղձը, այս սուտի սքավորությունը, չգիտեմ, Էգեյան կայֆեր, ստեղ սուկ, Էգեյան կայֆեր, ստեղ սուկ, այդ ամեն ինչի մեջը մեկը շարունակում է մնալ Վարդանիկի ասածը։ Հիմա ուզում եք թռեք օդ, իջեք ներքև, գնացեք դուրս, մի գնացեք դուրս, մնացեք ձեր տեղում նստած, ձեր քաղաքական ամբողջ պարադիգմը Վարդանիկը բացահայտել է։ Ասում է, կամ կողմես միութենական պետությանը, կամ թրքապատակ շան տղա ես։ Քանի օր ասում ժողովուրդ ջան, ձեր Վարդանիկն է, չեք դատապարտել այդ արտահայտությունը, ամեն կերպ իրան աջակցել եք, ոնց կարեցել եք, ինչ ասես արել եք, պուն, вообще ընտրել է քաղաքապետ։ Հիմա հարց, դուք միութենական պետության ջատագով ու կողմնակից եք, թե թրքապատակ շան տղա։ Այս երկընտրանքը մեզ չի կարա վերաբերի, որտեղ Վարդանիկը ի սկզբանե մեր համար մերժելի ու եղկելի կերպար է, բայց ինքը ձեր սարքած քաղաքապետն է։ Դուք իր ինքը ձեր, չգիտեմ, այդտեղ ինչ որ տեր բան հարաբերություն կա։ Դուք միասին եք, դուք սիմբիոզ եք, դուք բան եք, ժողովուրդ ջան։ Մարդը կանգնում, ասում է, կամ կողմես միութենական պետությանը, կամ թրքապատակ շան տղա ես։ Մենք այդ պարադիգմից դուրս ենք, որտեղ մենք իրան ի սկզբանե ենք մերժում, իր բերանից ելած յուրաքանչյուր բան մերժում ենք։ Բայց դուք ո՞րն եք։ Դուք ո՞րն եք։ Բոլորս գիտենք դուք ո՞րն եք։ Բոլորս գիտենք դուք ո՞րն եք։ Դուք այդ պարադիգմը առաջ քաշողն եք, դուք մյուս Վարդանիկն եք։ Որովհետև այդ է ձեր խնդիրը, դուք ինչ եք մեզ ասում թրքապատակ, դուք ինչ եք ասում թուրք։ Որտեղ մենք ինչա չենք կիսում ձեր ասած միութենական պետություն կողելու բանը Հայաստանի Հանրապետությունը։ Ձեր գոյության իմաստը քաղաքական։ Մենակ այդ է Հայաստանը ինչ որ մի բայ հարմարացնեք, արանքը ճղեք, կողեք միութենական պետության մեջ։ Ձեր քաղաքական գոյության իմաստը այդ է, թռնեք վերև, իջնեք ներքև, ինչ ուզում եք անեք, մարդը բացահայտել է։ Սրանից դուք չեք կարալու փախնեք։ Ձեր Վարդանիկն է, ուղիղ տեքստով ասել է, ցանկացած անգամ, երբ որ դուք ինչ-որ մեկին ասում եք թուրք, դա ընդհանրապես նշանակում է մի բան։ Այդ մարդը հակադրվում է ձեր կողմից առաջ տարվող Հայաստանը միութենական պետության մեջ կողելու ծրագրին։ Էդ է, դուք ուրիշ պատճառ չունեք ոչ մեկի ոչ մի բան ասելու։ Դուք ընդհանրապես ուրիշ բան չունեք։ Նորից եմ ասում, ժողովուրդ ջան, եթե դուք իրապես պատմական Հայաստանի ու պատմական հայրենատիրության, հայրենապահանջության ջատագովներն եք, Հայաստան իրան սահմանից են կողմ տարածքային պահանջի չունեք, որտեղ չեք կարող ունենաք, դուք այդքան չկաք, որ ունենաք, որովհետև դա դուք չեք որոշում, դուք որտեղից պետք է հայրենիք պահանջեք, դա ձեր տեղը չեկա KPSS-ի բանում, ամեն ինչը շատ սիրուն գրել, որոշել տվել են ձեր ձեռը։ Դուք բան եք անում տենց, այդ ամեն ինչ ընդամենը կրում եք, այդ ամեն ինչով աշխատում եք ընդամենը ձեզ եկած դիրեկտիվներով։ Դուք ինքնուրույն քաղաքական ուժ չեք, դուք քաղաքական միավոր չեք։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, պարոն Ալեքսանյան,
Հաջորդիվ Ագնես Ախամյան, բայց Ագնես Ախամյանը քանի որ դահլիճում չի, Լիդ Գալստյան, բայց մինչև Տիկին Գալստյանը կմոտենա ամբիոնին, ասեմ, զգուշացնում եմ։ Անկախ նրանից, թե ամբիոնից ինչ է հնչում, դահլիճում լռություն է։ Բանախոսի հետ չենք խոսում, չենք արձագանքում։